Ասետրինայով պատրաստում ենք բաստուրմա ձկան սիրահարներ, ունենք այսպիսի կտոր, հլը, ինչ սիրուն ասետրինայ, երկար, լեն, սիրուն, լրիվ բաստուրմի կտորա։ Հիմա կկտրենք, կբաժանենք երկու մասի, հենց այստեղից։ Ահա, կտորը շատ լավն է։ Առաջի կտորը և երկրորդ կտորը։ Հիմա կատարում ենք աղադրումը։ Մենք ունենք այստեղ նանա, ուրց, գրիլ մաուս, փոշի սխտոր և բնականաբար խոշոր աղ։ Սկզբից լստում ենք աղը ամանի մեջ։ Աղի մեջ կպահենք 5 օր, 5 օրից կհանենք և կլվանանք։ Աղից հանում ենք ասետրինա ձկները։ Հիմա մի հատ տեսնենք ոնց է աղ վերցրել։ Ահա։ Հլը յուղը, ջուրը ոնց է դուրս տվել։ Զարմանալի է, բայց շատ հետաքրքիր է։ Հլը։ Մեջքի կառուցվածքը իրա։ Ինչքան սիրուն է։ Առաջի կտորը և երկրորդը, հլը։ Շատ լավ աղը վերցրել է, հասունացել է աղի մեջ, պնդացել է, կողմնակի հոտերը վերացել են։ Այս բոլոր բաղադրիչները վերացրել են կողմնակի հոտերը ձկան։ Շատ սիրուն է։ Սենց որ նայում ենք, հլը աղը, բոլոր բաղադրիչները մեջը կան, աղի հետ։ Հլը։ Իրա յուղը ոնց է դուրս տվել, ձկան յուղն է։ 24 ժամ կլվանանք հոսող ջրի տակ և միասին կդնենք պրես։ 1 օր լվացինք ասետրինա ձկները, ահա, հիմա փաթաթում ենք պրես դնենք։ Առաջինը և երկրորդը։ 24 ժամ կպահենք պրեսի տակ, հետո կհանենք միասին կթելենք։ Ասետրինա ձկները պրեսից հանում ենք։ Ահա ձկները շատ լավ պրեսը վերցրել են։ Ինչքան սիրուն է, բարակությունը, հյուսվածքները։ Երկրորդ կտորը, ինչքան սիրուն ենք փաթաթել, սա էլ արդյունքը, ոնց որ կոկորդիլոսի կարշի լինի։ Շատ սիրուն է ասետրինա ձուկը։ Ասետրինա է, կոկորդիլոս չի, ցել երկրորդը։ Թելում ենք ձկները։ Ահա ասետրինա ձկները, 10 օր կպահենք չորանա, հետո միասին կբռնենք չաման։ Ասետրինա ձկները արդեն չորացել են, հիմա կպատրաստենք չամանը ձկների համար։ Ահա մսերը լավ չորացել են, հնարավորինս մենք լավ պրես ենք դրել, չորացրել ենք։ Ձուկը միշտ ունի այդ հատկությունը, որ յուղը անընդհատ դուրս է գալիս ձկան վրայից։ Հիմա չաման պատրաստելու համար մենք ունենք այստեղ 1 լիտր ջուր, երկրորդ լիտրն էլ լցնում ենք։ 200 գրամ ունենք չաման, 50 գրամ կարմիր բիբար, 100 գրամ ունենք փոշի սխտոր, 10 գրամ ունենք ձկան համար նախատեսված համեմունք։ Հիմա այս ամբողջը լցնում ենք ամանի մեջ, կարմիր բիբարը, չամանը և համեմունքը, որը նախատեսված է ձկան համար։ Համեմունքները լավ խառնում ենք իրար, ոնց որ միշտ ցույց եմ տվել։ Շատ լավ է արդեն և քիչ-քիչ լցնում ենք ջրի մեջ։
1 ժամ կթողենք համեմունքները կլուծվեն ջրի հետ, հետո միասին կխառնենք։ Չամանը լուծվել է արդեն ջրի հետ, ահա, հիմա կխառնենք, շատ լավ բացվել է արդեն չամանը։ Գնալով կպնդանա չամանը ընթացքում, տեղափոխում ենք ձկները չամանի մեջ, առաջի կտորը և երկրորդը։ Չամանի մեջ կթողնենք 5 օր, 5 օրից կհանենք և կթաթախենք։ Ասետրինա ձկները չամանից հանում ենք, ահա, չամանի մեջ հələ ոնց են փափկել ձկները։ Basturma choner jan, basturma choner jan, oh basturma choner jan, basturma choner jan, basturma choner jan. Շատ լավ ձկները փափկել են։ Basturma choner jan. Երկու կտորում ենք, մեծ սիրուն լեն։ Basturma choner jan. Շատ սիրուն կտորա, 3 անգամ էլ կթաթախենք, հետո միասին կկտրենք։ Ասետրինա ձկները մենք 3 անգամ թաթախել էինք, ահա, առաջի կտորը և երկրորդ կտորը։ Շատ լավ ստացել ենք, չամանը լավ պահել է իր վրա, ընդհանուր արտաքին տեսքը և պրոցեսը արել ենք շատ ճիշտ։ Ոնց որ միշտ ասում եմ, հիմնական խնդիրը, երբ որ մենք պատրաստում ենք ձկան մսով բաստուրմա, հիմնականում յուղն է խնդիրը, որը որ կանխատեսելի էր արդեն։ Հիմա կկտրենք։ Ահա, մեջը։ Իրան բնորոշ գույն է, որովհետև ասետրինա է ինքը, հենց ֆիլեն ինքը այդ գույնը ունի։ Ահա մեջը, ոնց որ ասում է, յուղը արդեն նայեք դուրս է տալիս, որը որ նախատեսված էր, պետք է այդպես է լիներ։ Մսի ֆիլեի գույնը, ասետրինան ինքը այդ վառ գույնը չունի կարմիր, սովորաբար մենք տեղական իշխանով, մեկ է նորվեգական իշխանով պատրաստեցինք, մսի գույնը ուրիշ էր, իսկ ասետրինան ինքը արդեն տարբերվում է իր մսի գույնից։ Basturma choner jan, 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 basturma choner jan. Վերջնական տեսքը այսպիսին էր ասետրինա ձկան, հիմա մենք ոնց որ ցույց եմ տվել հələ կտորը, չամանը շատ լավ իր վրա պահել է արդեն, անկախ յուղայնությունից, ինքը շատ լավ ստացվել է։ Հիմա մենք ոնց որ ասել եմ, մեր ատամներն են, ահա, նայեք ոնց է պոկվում։ Շատ հանգիստ, շատ լավ, բամբակի նման պոկվում է։ Ծամելուց ոչ մի դժվարություն չենք ունենա։ Ընդհանրապես բաստուրմա պատրաստելուց ամենակարևոր ցուցանիշը այն է, որ պետք է միշտ այսպես կարողանանք կտրենք եւ ծամենք։ Շատ լավ ստացել ենք։ Դուք էլ պատրաստեք ասետրինա ձկով բաստուրմա, շատ լավ կստացվի։